Ողջույն, ամերիկյան եւ միջազգային նորությունները կրկին AMG News-ի եթերում են։ Ամենավերջին եւ կարևոր իրադարձությունները Լոս Անջելեսից ձեզ համար կներկայացնեմ ես, Կարինե Կեպենյանս։ Այսօր մեր եթերում դիտեք։ Նախկինում խորացել է տնտեսական անհավասարությունը։ Կալիֆոռնիային երաշտ է սպառնում։ Պուման հարձակվել է անտուն տղամարդու վրա։ Ադրբեջանի եւ Արցախի սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։ Օֆշորային սկանդալի հերոսին բռնել են։ Իսկ այժմ առավել հանգամանալից։ Փենսիլվանիա նահանգի Փանքսաթաունի քաղաքի Ֆիլ Արչամուկը կանխատեսել է եւս 6 շաբաթ ձմեռ։ Associated Press-ի փոխանցմամբ Ֆիլը դուրս գալով բնից տեսել է իր սֆերը եւ հետ է ցատկել, ինչը նշանակում է, որ գարունը ուշ է գալու։ Եթե Արչամուկը հանգիստ դուրս է գալիս բնից չվախենալով իր սֆերից, ամերիկացիների համար կանխագուշակվում է վաղ գարուն։ Փանքսաթաունի քաղաքում ավանդույթը սկիզբ է առել դեռևս 19-րդ դարում։ Արչամկան օրը Միացյալ Նահանգներում եւ Կանադայում նշվում է փետրվարի 2-ին, թեև այլ վայրերում եւս միջոցառումներ են անցկացվում։ Գլխավորը համարվում է Փանքսաթաունի քաղաքի Արչամուկը։ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը նշանակվել է քաղաքների հարցերով եւ կլիմայի փոփոխության խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է համաշխարհային կազմակերպությունը։ Պարոն Բլումբերգը գլխավոր քարտուղարին կօգնի խորհրդակցություններ անցկացնել քաղաքապետերի եւ այլ ազդեցիկ կողմերի հետ, բարձրացնելու քաղաքական կամքը եւ քաղաքներին մղելու գործողության կլիմայի փոփոխման հարցերի խթանման երկարաժամկետ ռազմավարության շրջանակում։ Լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ տեղակալը։ Նրա խոսքով Բլումբերգը ակտիվորեն կներգրավվի կլիմայի փոփոխման հարցերով գագաթնաժողովի նախապատրաստմանը, որը կանցկացվի Նյու Յորքում սեպտեմբերին։ Հոլիվուդյան հայտնի դերասան Ֆիլիպ Սիմոր Հաֆմանը երեկ մահացած է հայտնաբերվել իր նյույորքյան բնակարանում։ Հաֆմանի դին լոգարանում է հայտնաբերել նրա նոր ֆիլմի սցենարիստը։ 46-ամյա դերասանի մահվան պատճառներով զբաղվում են դատական բժիշկները։ Ինչպես հաղորդում է Reuters, գործակալությունը Հաֆմանի մահվան պատճառը կարող է լինել թմրանյութերի չարաշահումը։ Հաֆմանը հայտնի է երկրորդ պլանի իր դերերով։ 2006 թվականին նա արժանացել է Ասկարի, իսկ 2012 թվականին Վենետիկյան կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասան։ Հաֆմանը 3 երեխայի հայր էր։ Նահանգներում խորացել է տնտեսական անհավասարությունը։ Դիտենք տեսանյութը։ Hi everybody. This week I delivered my State of the Union address. Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգներում խորացել է տնտեսական անհավասարությունը, չնայած այն հանգամանքի, որ երկրում վերջին 4 տարվա ընթացքում գրանցվել է տնտեսական աճ եւ մասնավոր հատվածում ստեղծվել 8 միլիոն աշխատատեղ։ Ամեն շաբաթյա ուղերձում նախագահ Օբաման շեշտել է, որ եկել է բոլոր մարդկանց հնարավորությունների վերականգնման ժամանակը։ Նախագահը հիշեցրել է, որ նման հնարավորությունների ստեղծման վերաբերյալ կոնգրեսին ներկայացված իր ծրագիրը բաղկացած է 4 մասից։ Նոր աշխատատեղեր ստեղծելուց, այս աշխատատեղերը համալրելու համար մարդկանց ուսում տրամադրելուց, բոլոր երեխաներին համաշխարհային մակարդակի կրթության տրամադրելուց, ինչպես նաև աշխատող բոլոր ամերիկացիներին արժանավայել աշխատավարձով ապահովելուց։ Օբաման ասել է, որ իր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է կոնգրեսի համագործակցությունը, միաժամանակ նշելով, որ ավելի մեծ թվով ընտանիքների համար հնարավորություններ ընդլայնելու նպատակով կարող է ինքնուրույն քայլեր ձեռնարկել։ Հանրապետականների ամեն շաբաթյա ուղերձում Ներկայացուցիչների պալատի 4 անդամներ հորդորել են նախագահին սատարել աշխատատեղերի ստեղծմանը, բժշկության ոլորտում հետազոտությունների իրականացման, աշխատանքի վարձատրության եւ էներգիայի ոլորտին վերաբերող օրինագծեր։ Ըստ հանրապետականների օրինագծերի ընդունման ճանապարհին կանգնած է դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը։ Thanks. Have a great weekend and enjoy the Super Bowl. Նյու Յորքի կենտրոնում ֆրանսիական ժամացույցների աշխարհահռչակ Cartier ապրանքանիշի ոսկերչական խանութի աղմկահարույց կողոպուտ է տեղի ունեցել։ Հանցագործներին հաջողվել է տանել մոտ 20 ձեռքի ժամացույց։ Նյու Յորքի ոստիկանության տվյալներով 5 հանցագործները օրը ցերեկով ներխուժել են Cartier ոսկերչական ժամացույցների խանութ, հրել են անզեն թիկնապահին եւ գնորդների աչքի առաջ մուրճով կոտրել են վաճառասեղանները եւ
16 ձեռքի ժամացույց վերցրել։ Հանցագործները գողոնի հետ միասին փախուստի են դիմել, նախքան խանութի աշխատակիցները եւ գնորդները ուշքի են եկել։ Վնասը կազմել է մոտ $710,000։ Կողոպուտի ականատեսները պնդում են, գողերը այնքան արագ եւ պրոֆեսիոնալ էին գործում, որ մարդիկ չեն էլ հասկացել, թե ինչ է կատարվում։ Շատերը լսել են ապակիների կոտրվելու ձայնը, սակայն կարծել են, որ փողոցից է։ Արևմտյան Վիրջինիա նահանգում 3 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ փլուզվել են բջջային 2 աշտարակներ։ Տեղական ոստիկանության տվյալներով միջադեպը տեղի ունեցել Clarksburg քաղաքում, երբ վերանորոգում էին 100 մետր բարձրությամբ աշտարակները, ամրացնելով դրանց հիմքերը։ Փլուզման պահին աշտարակի վրա 4 անձ է գտնվել։ 2-ը զոհվել են, 2-ն էլ լուրջ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն բժիշկներն հայտարարում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Associated Press-ի փոխանցմամբ առաջին աշտարակի փլուզումը հանգեցրել է երկրորդի փլուզմանը, ինչի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Տեղի իշխանությունները հետաքննում են կատարվածը։ Կալիֆոռնիային երաշտ է սպառնում։ Դիտենք տեսանյութը։ Կալիֆոռնիայի ջրային պաշարների կառավարման վարչությունը հայտարարել է, որ երաշտի պատճառով տեղի բոլոր սպառողներին չի կարող ապահովել ջրով։ Թվում է, թե կիրակի երեկոյան տեղացած անձրևը մի փոքր կփոխի իրավիճակը, սակայն ջրամբարներում ջրի մակարդակը նվազագույն ցուցանիշի է հասնում։ Ըստ վարչության ղեկավար Մարկ Քաուինի, վարչության ջրամատակարարումից են կախված նահանգի բնակչության 2/3 եւ 400,000 հեկտար գյուղատնտեսական տարածքներ։ Կալիֆոռնիայի իշխանությունները որոշում են կայացրել, որի համաձայն State Water Project ջրամբարի ջրամատակարարումը կդադարեցվի տարածաշրջանում շարունակվող երաշտի պատճառով։ Համակարգը ապահովում է նահանգի մի շարք շրջանների ջրամատակարարումը։ Ջրամատակարարումը վերջին ժամանակներում իրականացվում էր ռեկորդային ցածր մակարդակներում։ Կալիֆոռնիայում արդեն մի քանի տարի է երաշտ է, ինչը զգալիորեն սպառել է նահանգի ջրային ռեսուրսները։ Ջրամատակարարման դադարեցման պատճառով մոտ 25 միլիոն մարդ, որոնք ապրում են գյուղական շրջաններում, ստիպված կլինեն ջրի այլ աղբյուրներ գտնել։ Ավելի վաղ նահանգապետ Ջերի Բրաունը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն էր հայտարարել երաշտի պատճառով։ Նա կոչ էր արել բնակիչներին ջրի օգտագործումը կրճատել 20%-ով։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք ինքներդ էլ կարող եք դառնալ AMG News-ի թղթակից եւ մեզ ուղարկել ձեր նկարահանած արտակարգ պատահարների տեսագրությունները կամ լուսանկարները։ Լավագույնները կցուցադրվեն մեր եթերում։ Կալիֆոռնիա նահանգում 2014 թվականի առաջին ամսվա ընթացքում H1N1 վարակիչ խոզի գրիպի համաճարակից մահացել է մինչև 67 տարեկան 147 մարդ։ Այս մասին հայտնել է նահանգի առողջապահական դեպարտամենտի ներկայացուցիչները։ Նախորդ տարի տարիքային այս խմբում մահացու ելքով դեպքերի թիվը եղել էր 14, իսկ ընդհանուր առմամբ 2013 թվականին համաճարակը 106 կյանք էր խլել։ Դեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Ուաթի խոսքով խոզագրիպի համաճարակը շարունակվում է, զոհերի թիվը կարող է աճել։ Վիճակը բարդացնում է այն, որ տարածվող խոզի գրիպը ախտարում է հենց հասուն առողջ մարդկանց։ Բժիշկները բնակչությանը կոչ են անում վարակի դեմ պրոֆիլակտիկ պատվաստումներ կատարել։ Կալիֆոռնիայի Փերիս քաղաքում որոնում են պումային, որը ծանր վնասվածքներ է հասցրել 50-ամյա անտուն տղամարդուն։ Ոստիկանությունը բնակիչներին խորհուրդ է տվել մթին չզբոսնել դրսում։ Իրավապահների խոսքով, երբ պումային հայտնաբերեն, կքնեցնեն։ Հարձակումը տեղի ունեցել շաբաթ, վաղ առավոտյան, երբ տղամարդը գտնվել է անտունների կացարանի մոտ։ Չնայած ստացած վնասվածքներին, նրան հաջողվել է հասնել մոտակա տներից մեկին եւ օգնություն կանչել։ Բժիշկները տղամարդու վրա հայտնաբերված հետքերից հստակ ենթադրել են, որ հարձակվող կենդանին պումա է եղել։ Միջադեպը Կալիֆոռնիայում պումայի հարձակման 15-րդ դեպքն է, սկսած 1986 թվականից։ Վերջին մահացու դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին։ Իշխանությունները խորհուրդ են տվել պումա տեսնելիս չփախչել, աղմկել եւ թափահարել ձեռքերը։ Լոս Անջելեսի 2 բնակիչների, որոնք մեղադրվում էին $33 միլիոն բանկային խարդախությունների մեջ եւ փախել էին Իսրայել, մեղադրանք է առաջադրվել։ 53-ամյա Ավիվ Միզրահին
եւ 58-ամյա Ռաբայ Արիե Գրինեսին մեղադրանք է առաջադրվել Լոս Անջելեսի շրջանային դատարանի մեծ ժյուրիի կողմից։ Նրանց դեմ 34 դրվագով մեղադրանք է առաջադրվել։ Քննության տվյալներով նրանք օգտագործել են կեղծ ֆինանսական հաշվետվություններ, որպեսզի $28 միլիոն ստանան United Commercial Bank-ից եւ եւս $3 միլիոն Tomato Bank-ից։ Միզարհին եւս $5 միլիոն ստանալու հայտ է ներկայացրել Security Pacific Bank-ին։ Ազգությամբ հրեա երկու տղամարդիկ ապրել են Fairfax թաղամասում։ Նրանց համար կալանավորման օրդեր է տրվել եւ այժմ իրավապահները որոնում են խարդախներին։ Օհայոյում կատարել են բայքերի վերջին ցանկությունը։ Դիտենք տեսանյութը։ Օհայոն նահանգում բնակվող բայքերի ընտանիքը կատարել է մոտոցիկլիստի վերջին ցանկությունը եւ թաղել նրան իր սիրած Harley Davidson մոտոցիկլետի վրա նստած։ Բիլի Ստենդլին մահացել է 82 տարեկան հասակում թոքերի քաղցկեղից։ Բիլին ասում էր, որ մոտոցիկլետը նրա միակիրն էր, որը նրա մեջ պահպանում էր արկածախնդրությունը այն բանից հետո, երբ նա դառնալով 4 երեխաների հայր նվիրել էր կյանքը ընտանիքին։ Բիլին հենց ինքն էր կենդանության օրոք նախապատրաստել իր անսովոր թաղման արարողությունը։ Նա նախորոք 3 մարդու համար նախատեսված տեղ էր գնել գերեզմանոցում իր կնոջ կողքին։ Նա իր որդիների հետ միասին պատրաստել է թափանցիկ դագաղ։ Բիլին այս ամենը բացատրում էր նրանով, որ ուզում էր երկինք սլանալ մոտոցիկլետով, այնպես որ ամբողջ աշխարհը տեսնի իրեն։ Նախորդին նա հուղակավորվել է ըստ կտակի մոտոցիկլետին նստած սև կաշվե կոստյումով, սպիտակ սաղավարտով, ակնոցով եւ ձեռնոցներով։ Բայքերը ամուր նստած է եղել մոտոցիկլետին, ղեկը բռնած եւ միայն փակ աչքերը եւ գունատ դեմքն են մատնել, որ նա հանգուցյալ է։ Մնացեք մեր եթերում, կվերադառնանք գովազդային կարճ ընդմիջումից հետո։ Եթե ուզում եք ձեր հանգիստը ուրախ անցկացնել, ընտանիքներով, երեխաներով եկեք դուք այստեղ։ Ես սուկ եմ բռնում։ Եկեք, համեցեք, իշխանը Սևանի ձեր գալն է սպասում։ Հայաստանի պես մեծ բակ է կարծես, քո երեխային կարող ես թողնել ու հանգիստ սրտով գործի անցնել։ Ես չեմ ուզում տուն գա, ես ուզում եմ շատ մնալ։ Մայրիկ, ինձ ասա, էլի ենք գալու։ Թեք ուզեք նորից երեխային բերել, հիշեք անունը։ Չքնաղ, Traudel! Բարձրաճաշակ լավագույն հագուստ տղամարդկանց համար, կոստյումներ, սմոքինգներ, պիջակներ, կոշիկներ, լավագույն հանրահայտ ապրանքանիշների կոստյումներ միայն մեզ մոտ։ European Suits։ Մեր փորձառու դերձակները կհարմարեցնեն ձեր չափսերը։ 609 West Glenox Boulevard, Glendale։ Հեռախոս 818 599 53։ Առաջարկում ենք հատուկ զեղչեր սիրահարների օրվա կապակցությամբ։ Dream Cars ավտոկենտրոնը առաջարկում է նոր եւ օգտագործված ավտոմեքենաների հարուստ տեսականի։ South Central Avenue, Glendale, California, Central եւ Elk փողոցների հարևանությամբ։ Հեռախոս 818 543 0063։ Dream Cars, երազանքի ավտոմեքենաներ։ Հիվանդանոցից դուրս գրված հիվանդը առավել ուշադրության եւ խնամքի կարիք ունի։ Windsor Gardens Healthcare Center of the Valley հաստատությունը առաջարկում է իր ծառայությունները՝ ֆիզիկական, աշխատանքային վնասվածքների թերապիա, շնչառական բարդություններ, խոսելու դժվարության թերապիա։ Այստեղ կատարում են նաև ետվիրահատական խնամք, գոյացած վերքերի բուժում, ուղեղի կաթվածի հետևանքների կանխարգելում, խնամք շաքարախտի եւ այլ հիվանդությունների դեպքում։ Մեր հաստատությունում հիվանդը կզգա իրեն ինչպես իր սեփական տանը, բժշկի եւ հոգատար քույրերի հսկողության ներքո։ Սնունդը տրվում է ըստ պահանջի։ Ունենք մարմնամարզության եւ խաղերի ժամեր, թատրոն, կինո, հոգեվոր սնունդ։ Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 818 935 11 48 հեռախոսահամարով։ Չիմայան եւ MAC հաշվապահական գրասենյակները հայտնում են, որ տեղափոխվել են։ Նոր հասցեն Glendale 700 North Central Avenue, սենյակ 235։ Ձեր անձնական եւ
բիզնեսի ողջ հաշվապահությունը վստահեք երկարամյա փորձ ունեցող հաշվապահ Սիրվարդ Չիմայանին եւ նրա պրոֆեսիոնալ աշխատակազմին։ Հարկային օրենքների գերազանց իմացության շնորհիվ նրանք ձեզ համար կխնայեն բավականին գումար տարեկան հարկերի վճարման ժամանակ։ Վստահ զանգահարեք Չիմայան եւ MS-ի հաշվապահական գրասենյակներ եւ չեք սխալվի։ Ադրբեջանի եւ Արցախի սահմանին լարված իրավիճակը շարունակվում է Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, բացի Ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր դրամաչափի իրազեկային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաեւ որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա։ Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-ից 35 կիլոմետր հեռավորության վրա Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուշի ուսումնամարտական թռիչքներ։ Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1700 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի իրազեկային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10,000 կրակոց։ Օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է։ Սուքիասյանին ձերբակալել են Թբիլիսիի օդանավակայանում, երբ նա Թուրքիայից Վրաստան է ժամանել։ Երբ Աշոտ Սուքիասյանը հատել է վրացական սահմանը, վրացի սահմանապահները նրա տվյալները ստուգելիս հայտնաբերել են, որ Աշոտ Սուքիասյանը հետախուզման մեջ է եւ անմիջապես ձերբակալել են։ Վրաստանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հիմա զբաղվում են Աշոտ Սուքիասյանի էքստրադիցիայի փաստաթղթերը ձևակերպելու գործընթացով։ Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 17-ից նախաքննական մարմնի որոշմամբ Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ։ Նա Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ arczepiskopos-ի սանիկն է եւ Սուքիասյանն էր Կճոյանին նվիրել Bentley մեքենան։ Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Սուքիասյանի, Կճոյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվամբ օֆշորային հաշիվ է բացվել եւ ֆինանսական խարդախությունների արդյունքում սնանկացել էր գործարար Փայլակ Հայրապետյանը։ Աշոտ Սուքիասյանը հայտարարել էր, թե Կճոյանը եւ վարչապետը որևէ կապ չունեն օֆշորային հաշվի հետ։ Ոստիկանության Երևանի Մաշտոցի բաժնում բերման են ենթարկել երկու օտարերկրյա քաղաքացիների կոկայինի առանձնապես խոշոր չափականակ պահելու եւ իրացնելու կասկածանքով։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրավապահները հունվարի 29-ին ժամը 22:30-ի սահմաններում Երևանի Հալաբյան Մարգարյան փողոցների խաչմերուկից թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի 41-ամյա Կաբա Սեզարին եւ 36-ամյա գվինեացի Հուսեյն Կայատեին։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ արդեն 2 տարի բնակվում է Հայաստանում։ Բարմեն է եւ հայրին այնքան է սիրում, որ հայուհու հետ է ամուսնացել։ Նրա խոսքով ինքը վերջերս է մտերմացել Սեզարի հետ, որի մոտից ոստիկանները խուզարկությամբ թմրանյութ էին հայտնաբերել։ Խոսքը 1 կիլոգրամ կոկայինի մասին է։ Վուդի Ալենի խորտ դուստրը մեղադրել է նրան։ Դիտենք մանրամասները։ Հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի որդեգիր դուստրը Դիլան Ֆերոն նրան մեղադրել է իր դեմ սեռական ոտնձգությունների համար։ Ֆերոն բացնամակ է հրապարակել, որում հայտնել է, թե ոտնձգությունները տեղի են ունեցել բազմիցս, երբ ինքը 7 տարեկան է եղել եւ նա սարսափելի մանրամասներ է նկարագրել։ Դիլան Ֆերոն գրել է նաև, թե Հոլիվուդը պետք է ամաչի Ալենին մեծարելու համար։ Նա մասնավորապես կոչ է արել Ալենով հիացող Սքարլետ Ջոհանսոնին եւ Քեյթ Բլանշեթին մի պահ մտածել, որ իր փոխարեն կարող էին նրանք լինել։ Նա ասել է, թե փորձել է թաքնվել խորթորից, սակայն Ալենը միշտ կարողացել է գտնել նրան։ Ֆերոն պնդում է, որ ոտնձգությունները ազդել են նրա մտավոր առողջության վրա, անգամ ինքն իրեն կտրվածք է պատճառել։ Ուշագրավ է, որ դեռ 1992-ին Ալենի նախկին կինը դերասանուհի Միա Ֆերոն նրան մեղադրել էր Դիլանի դեմ սեռական ոտնձգություն թույլ տալու համար։ Հետաքննություն էր սկսվել, սակայն դատախազը որոշել էր գործ չհարուցել Ալենի դեմ, քանի որ Դիլանը չափազանց փխրուն է եղել։ Այն ժամանակ Ալենը հերքել էր մեղադրանքները, ասելով, թե նախկին կինը պարզապես չարացած է իր սիրավեպից։ Ալենը սիրավեպ էր սկսել իր որդեգիր դստեր Սուն Յեի հետ, որի հետ հետագայում ամուսնացել էր։
Փետրվարի առաջին օրերին չափազանց անբարենպաստ եղանակային պայմաններ են ստեղծվել Եվրոպայի միանգամից մի քանի պետություններում։ Անբարենպաստ եղանակից առանձնապես տուժել են Իտալիան, Իսպանիան, Սերբիան, Սլովենիան, Ավստրիան և Շվեյցարիան։ Չդադարող անձրևները Իտալիայում հանգեցրել են սաստիկ հեղեղումների, որոնց հետևանքով փետրվարի 2-ին զոհվել է 3 մարդ, այդ թվում 7-ամյա մի երեխա։ Պիզայում և դրա շրջակայքում տարհանվել են հարյուրավոր մարդիկ, քանի որ առնոգետը դուրս է եկել ափերից։ Բացի դրանից Բերգամոյում բնակիչները ստիպված են եղել փրկվել սողանքից, իսկ Հռոմում վատ եղանակի պատճառով 2 օրով փակվել են դպրոցները։ Իսպանիայում վիթխարի ալիքները զգալի վնաս են հասցրել տուրիստական ենթակառուցվածքին։ Ֆրանսիայի Ատլանտյան ափին նույնպես ավերումներ են եղել։ Սերբիայի հյուսիսում շուրջ 1000 մարդ ձյան տակ էր թաղվել ավտոբուսներում և սեփական ավտոմոբիլներում։ Նրանց օգնության են ուղարկել զինվորականների։ Մոսկվայի դպրոցներից մեկում լուրջ միջադեպ է եղել, թիվ 263 դպրոց է ներխուժել զինված տղամարդ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դա եղել է հենց այդ նույն դպրոցում սովորող բարձր դասարանցի։ Վերջինս կրակ է բացել դպրոցում և պատանդներ վերցրել։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է վնասազերծել զինված աշակերտին։ Բոլոր պատանդներն ազատվել են։ Աշակերտի արձակած կրակոցների պատճառով զոհվել է 2 մարդ, դպրոցի ուսուցիչներից մեկը և իրավապահ մարմինների աշխատակիցը։ Եվս 1 ոստիկան վիրավորվել է։ Ներկայումս պարզում են նրա արարքի դրդապատճառները։ Հրաբուխի զոհերի թիվը հասել է 16-ի։ Դիտենք տեսանյութը։ Առնվազն 16 մարդ զոհվել է ինդոնեզիական Սումատրա կղզում Սինաբնգ հրաբխի ժայթման հետևանքով։ Փրկարարները 14 անձանց դիակներն հայտնաբերել են հրաբխին մոտ գտնվող արևմտյան գյուղերից մեկում։ Նրանց հաջողվել է փրկել 3 մարդու, որոնց այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ նրանցից մեկը 24-ամյա ուսանողը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Իրաքի որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ևս 1 դի։ Ինդոնեզիայի տարերային աղետի հետևանքների չեզոքացման ազգային վարչության տվյալներով զոհերի թվում 4 դպրոցականներ են։ Հրաբխի ժայթքումը տեղի ունեցել շաբաթ օրը, երբ կղզու 14000 տարհանված բնակիչները վերադառնում էին իրենց տները, որոնց ժամանակ մոխրի բարձրությունը կազմել է 2 կիլոմետր։ Հրելեռը գտնվում է հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաք Մեդանի մոտակայքում։ 3 տարի անց կրկին ակտիվացել էր անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին։ Իշխանությունները ընդարձակել էին խառնարանի շրջակայքի արգելված գոտին և տարվա վերջին կղզու 25000 բնակիչ տարհանվել է։ Հունվարի կեսերին հրաբուխը նոր ուժով էր ժայթքել։ Նյու Յորքի դատարանը հավանության է արժանացրել համաձայնագիրը, որի համաձայն ամերիկյան խոշոր բանկերից մեկը Bank of America-ն ներդրողներին կվճարի 8.5 միլիարդ դոլար որպես վնասի փոխհատուցում։ Դատավորը արդարացի է համարել 2011-ի հունիսին Bank of America-ի և ներդրողների միջև կնքված պայմանագիրը։ Bank of America-ի ներդրողների թվում են Նյու Յորքի դաշնային պահոստային բանկը, Freddie Mac հիփոթեկային ընկերությունը, PIMCO Investment Management և BlackRock Financial Management ֆինանսական ընկերությունները։ Ներդրողները Bank of America-ից փոխհատուցում են պահանջել այն վնասների դիմաց, որ նրանք կրել են Countrywide Financial ընկերության հիփոթեկային պարտատոմսերի պատճառով։ Այս ընկերությունը ներդրողներին հիփոթեկային պարտատոմսեր է վաճառել, որոնք չեն համապատասխանել որակի չափանիշներին, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական ճգնաժամի սկզբում արժեթղթերի գների անկման։
Seattle Seahawks-ը պատմության ընթացքում առաջին անգամ դարձել է Super Bowl-ի չեմպիոն։ Super Bowl-ը Միացյալ Նահանգների մարզական կյանքի գլխավոր իրադարձությունն է։ Եզրափակիչ հանդիպումը կայացել է Նյու Ջերսի նահանգի East Rutherford քաղաքի MetLife մարզադաշտում, որին հետևում էր 82,000 հանդիսական։ Հանդիպումը, որտեղ Seattle Seahawks-ի մրցակիցը Denver Broncos-ն էր, ավարտվեց Սիաթլի հաղթանակով 43-8 հաշվով։ Seattle Seahawks-ը նախկինում միայն մեկ անգամ էր խաղացել եզրափակչում 2005 թվականին, իսկ նրա մրցակիցը 7 անգամ եւ 1997 եւ 1998 թվականներին դարձել է չեմպիոն։ Super Bowl-ի ամենաարժեքավոր խաղացողը ճանաչվել Սիաթլի եզրային Malcolm Smith-ը։ 102-ամյա տղամարդը իր երկրորդ ռեկորդն է սահմանել։ Դիտենք տեսանյութը։ 102-ամյա տղամարդը իր երկրորդ ռեկորդն է սահմանել 1 ժամում վարելով 16.7 մղոն։ Ռոբերտ Մարշանը 100 տարեկանից բարձր մարդկանց համար նախատեսված հեծանվավազքի նոր ռեկորդ է սահմանել իր նախորդ ռեկորդը գերազանցելով 1.5 մղոնով, որը սահմանել էր 2 տարի առաջ։ Նախորդին 102-ամյա տղամարդը 100 տարեկանից բարձր կատեգորիայում նոր ռեկորդ է սահմանել։ Նախկին հրշեջը 2012 թվականին կրկին ռեկորդ էր սահմանել 100 կիլոմետր տարածությունը անցնելով 4 ժամ 17 րոպե եւ 27 վայրկյանում։ Հեծանվավազքի կոմպլեքսում վերջնագծի մոտ Մարշանին սպասում էին տասնյակ լուսանկարիչներ եւ տեսախցիկներ։ Վերջնագծի մոտ տասնյակ լուսանկարիչներ շրջապատել են նրան։ Ֆրանսիացին ժպտալով ասել է. «Այս ամենը շատ լավ էր, բայց վերջում ես շատ հոգնեցի»։ Այդուհանդերձ նա խոստացել է առաջիկայում կրկին ռեկորդ սահմանել։ Մարշանի խոսքով հեծանիվը իր հոբին է եւ օգնել է երկար ապրելուն։ Իսկ այժմ ձեզ ներկայացնենք տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները։ The Daily Mail-ը գրում է, թե Պուերտո Ռիկոյում տեղի ունեցել ամենաարտառոց հոգեհանգստի արարողություններից մեկը։ Հանգուցյալը ոտքի վրա է դիմավորել եկածներին։ 23-ամյա բռնցքամարտի Քրիստոֆեր Ռիվերա Ամարոն դագաղում պառկած լինելու փոխարեն կանգնած է եղել բռնցքամարտի ռինգի մի անկյունում մարզական ձեռնոցները եւ հագուստը հագին։ Մարզիկի հոգեհանգստին եկած մարդիկ ուղակի ապշել են, հանգուցյալին տեսնելով նման մարտական դիրքում, սակայն դա չի խանգարել ոմանց դիակի հետ լուսանկարվելու համար։ Հոգեհանգիստը կազմակերպած սգո ծառայության ղեկավարը նշել է, որ հենց Ամարոյի բարեկամներն են ցանկացել երիտասարդին յուրահատուկ ձևով հանդերձյալ աշխարհ ուղարկել։ Բիլդի փոխանցման Ուիլյամ Շեքսպիրի արվեստը հետազոտող գերմանացի Հիլդգերալդ Համերշմիդտ Հումելը պնդում է, որ գտել է անգլիացի դրամատուրգի վաղ շրջանի անհայտ նկարներ։ Գտածոնք ցուցադրվի փետրվարի 12-ին, իսկ մինչև այդ շատ մանրամասներ գաղտնի կմնան։ Հայտնի է միայն, որ խոսքը գնում է երկու նկարների մասին, որոնցից մեկում Շեքսպիրը ներկայացված է պատանի, մյուսում հասուն տարիքում։ Դրանք ներկայացվելու են հանրությանը գերմանական Մանց քաղաքի տաճարի թանգարանում։ Թանգարանի մասնագետները արդեն նկարների հետազոտություն են անցկացրել եւ եկել են եզրակացության, որ այն իսկապես նկարվել է հեղինակի ժամանակակիցների կողմից։ Vzglyadը հայտնում է, թե մթերքների ընտրության վրա ազդում է այն, թե ում հետ է մարդը նախաճաշում, ճաշում եւ ընտրում։ Բացի այդ, սեղանի ընկերների ազդեցությունը որոշում է նաեւ սննդի քանակը, որը մենք ուտում ենք։ Նման եզրակացության են եկել գիտնականները, վերլուծելով ամենահեղինակավոր գիտական հանդեսների 15 աշխատությունները։ Ըստ գիտնականների, եթե այլ մարդիկ նախընտրում են ցածր կալորիականություն ունեցող սնունդ, ապա դուք եւս ամենայն հավանականությամբ կընտրեք հենց այդպիսի սնունդ։ Դա ապացուցում է այն տեսությունը, որ մեր սննդային նախընտրությունները հիմնված են սոցիալական կապերի վրա, որոնք աշխատում են նույնիսկ եթե մարդը չի գիտակցում դա կամ միայնակ է սնվում։ Այսպես, եթե ձեր ընկերները սիրում են արագ սնունդ, ապա աճում են նաև ձեր գիրանալու շանսերը։ Այսօր այսքանը, նորությունների հաջորդ թողարկումը դիտեք վաղը նույն ժամին։ Մենք աշխատում ենք ձեզ համար։ Ամենայն բարի։